Թորթը լավը պատեր ունի, հա։ Շատ հավանողներ կան, շատ ուզողներ կան։ Սմետանի համնել են հավանեմ, կարագիններ, պանիրներ։ Ամենակարևորը մաքրությունն է, հա։ Փամբակ համայնքի Անտառամուտ գյուղում առավոտը բացվում է թարմ կաթի ու տանը պատրաստվող թել պանրի բույրով։ Տիկին Անահիտի տանը գործը եռում է վաղ առավոտից։ Անասնապահությունը Լեռնային այս բնակավայրում ապրուստի հիմնական, բայց ամենածանր աղբյուրն է։ Թել մի կերպ հավաքվող պանրի նման է հավաքվում նաև ընտանիքի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Թեպետ տիկին Անահիտը վստահ է թել պանրի, այսինքն լորվա խոսակցականում ջլի այնպիսի կոնափույթեր է անում, որ Վանաձորի շուկայում պարզապես միմյանց ձեռքից խլում են գնորդները։ Դե բոլորը գիտեն, առաջին հերթին համով ձեռք ունի, հետո նաև մաքրություն, որ այս թիթեղյա տարաներին նայելիս արդեն պարզ է դառնում։ Բայց ափսոս, որ ջրի գնով։ Մի խոսքով, ամեն ինչի ելք ու տարբերակ գտնում են, մնում է մի կերպ քաղաքացնել։ Էս էլ է սարել է։ Կարելի ասել սարը մենք ապրում։ Քանի օրվա կաթ է այս հավաքած։ 2 օրվա է Ազիզ ջան։ 2 օրվա, ինչքան է մոտավոր, քանի լիտր կաթ։ 33 լիտր։ 5 կովից 33 լիտր կաթ եք հավաք։ Ինչ եք անելու։ Պանիր, ջիլ ենք անելու։ Կաթը չենք վաճառում, միայն պանիրը։ Քաղաք ենք տանան վաճառում Ազիզ ջան, բայց էժան գներով։ Կարելի ասել այդքան էլ օգուտ չենք անում մեր եղածից։ Բասում են կաթնամթերքի, պանիրի, ջլի, կարագի գինը լավ բարձրացել է։ Լավ բարձր է, բայց պետք է տեղում կանգնես, որ դու վաճառես։ Վանաձորի շուկայում։ Բա ինչի՞ չեք կանգնում։ Ինչի՞ չեք դուք դա։ Ժամանակ չունենք մենք։ Մենք ստեղ պանիր անենք, թե գնանք վաճառենք, որ մենք գործն անենք։ Ում ինչ տիկին Անահիտը պատմում է քաղաքում ապրանքն իրական արժեքով վաճառելու անհնարինության ու ժամանակի սղության մասին, տարածքում է հայտնվում ընտանիքի ամենափոքրիկն ու ամենաքաղցր տեսուչը՝ տիկին Անահիտի թոռը։ Նոր պատրաստված պանրի բույրն ու տատի ձեռքի շարժումները փոքրիկին էլ հանգիստ չեն տալիս։ Տատի, տալի դե։ Հա, էսա կտրեմ կուտես Ազիզ ջան։ Մի քիչ հովանա։ Մի քիչ հովանա, էդել հովանա։ Հա։ Nek ulelek tut. Հինգ Ապրի բալեն։ Եկեք Ազիզ ջան, հյուրասիրեմ, դուք էլ համտեսեք։ Սա անալի են, որ ասում են թել պանիրն է։ Ալանի թել պանիրն է։ Համտեսեք ու իմացեք ինչ պանիր է Ազիզ ջան սա։ Համտեսում ենք տիկին Անահիտի պատրաստածն ու ինքներս էլ համոզվում, այսպիսի ապրանքը Վանաձորի շուկայում իրոք ձեռքից կխլեին, բայց մինչև շուկա հասնելը նախ պետք է հաղթահարել Անտառամուտի 7 կիլոմետրանոց քարուքանդ ուղին մինչև Վահագնի, որտեղով յուրաքանչյուր երթևեկություն իսկական փորձություն է վարորդների ու մթերք տեղափոխողների համար։ Այլ ընտրանք էլ չկա։ Այս կողմերում կաթ հավաքող մեքենաներ վաղուց չեն երևում, իսկ փոխանակումներ անող առևտրականների երեսը գյուղացիները մոռացել են, թե վերջին անգամ երբ են տեսել։ Մնում է ստացած առանց այդ էլ քիչ եկամտի մի մասը մեքենայի զապչասների վրա ծախսել, մի մասն էլ մինչև տուն են հասնում, մաշվում ու քսակի հատակը երևում է։ Ահա քեզ եկամուտ։ Ինչպես բոլոր լեռնային գյուղերում, անբարեկարգ ճանապարհը այստեղ էլ դարձել է ամենաառաջնային չարիքը, որն իր հետևից քաշում է մնացած բոլոր խնդիրները։ Ճանապարհները պետք է սարքվի։ Ասես ջան, որ կարողանանք հեշտ գնանք կանք։ Ճանապարհների խնդիրը դժվար է։ Տիկին Անահիտի տան շեմն անցնելուն պես գյուղական կոլորիտն ու պանրի բույրը տեղի են տալիս դառը իրականությանը։ Այնինչ թղթի վրա ընդամենը 7 կիլոմետր է, Անտառամուտի բնակիչների համար ամենօրյա գոյամարտ է։ Համայնքային տրանսպորտ չկա, ով սեփական մեքենա ունի, օրվա մեջ մի քանի անգամ քարերին է խփում ավտոմեքենայի հատակը, որ մի հարևանին բուժկետ հասցնի, մյուսին Վահագնի, կոմունալ այլ վճարումներ անելու, խանութ եւ այլն։ Ու ամեն անգամ քաղաք գնալ գալուց հետո վարորդները ստիպված են լինում վաստակածը տալ պահեստամասերին։ Ձմռան ամիսներին, ոչ էլ ամռան ամիսներին, ոչ մի անգամ չի աշխատում այս ճամփեքին։ Մենք աշխատածը տալիս ենք ավտոյի զապչաստի փոխ։ Ամեն ինչը մուծումներն անում ենք, գույքահարգերը անում ենք, բայց ճանապարհ չունենք։ Այ հենց մի ավտոս նոր գալուց ես իմեն ինչ է լավ, իշնում եմ, որ զապչաստ բերեմ։ Այս ճանապարհը կոմունիստներից հետո համարյա նույնց է, այս է։ Կոմունիստների ժամանակ ասֆալտ է եղել, բարեկարգ բարդուրներով ամեն ինչը, բայց մի Իսկ հարթեցման աշխատանքներ կամ Եղնեմ է, այս անձրևները նոր այս սելավներն արել, այս սելավներից հետո էլի կանեն։
Անվամ այդն ինչ որ։ Բայց ասում են ծրագրի մեջ կա։ Բայց ծրագրի մեջ կա, արդեն հաստատումները կա։ Մեր ճանապարհները հույսով ենք, տարի չէ, բայց մյուս տարի պետք է որ ասֆալտ եղի։ Լսել եք, որ պիտի անեն։ Լսել ենք, բայց մինչև չտենանք, ինչ ասել։ Չեք հավատա։ Բնակիչների տարիների հիասթափությունն ու կասկածամտությունը հասկանալի են։ Խոստումներ շատ են լսել, բայց Վահագնի անտառամուտ ճանապարհի հարցն այսօր միայն թղթի վրա չէ։ Փամբակ համայնքի անտառամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արայիկ Գևորգյանը փաստում է, նախագիծը պատրաստ է հաստատված ու ասֆալտապատումը ժամանակի հարց է։ Մեր հարգարժան մարզպետային Մկրտչյանը եկավ մեր մոտ մայիս ամսին, նախագիծը պատրաստա, խոսացել եմ, եթե այս տարի չլինի, մյուս տարի անպայման կլինի։ Այսինքն անտառամուտ Վահագնի։ Այո, 7 կիլոմետր մեր գյուղամեջ, մեր հրապարակ։ Քանի մարզպետներ են եկել, խոստացել գնացել, ասում են գյուղում։ Հիմա այնպես չի, որ հավատում են պաշտոնյայի խոստումների, այն էլ ընտրական ու համայնքային ընտրությունների նախընտրական տարում, բայց ուզում են հավատալ, որ իրենց փողոցում էլ մի օր տոն կլինի, որ ժապավեն կկապեն ու մի փոքրիկ մանչուկ ժապավենը կկտրի, կհայտարարի գյուղի նոր ու ժամանակակից ժամանակաշրջանի սկիզբը։ Ուզում են հավատալ, քանի որ առանց այդ հավատի ապրելն էլ անտանելի է, որ վերածվում է դատապարտվածի ապրելակերպ։ Ու քանի դեռ այդպես է, քանի դեռ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը սպասում է իր հերթին, անտառամուտի դատարկվող տների թիվն է ավելանում։ Գյուղում աշխատանք գտնելն ու ընտանիք պահելը տարեստարի ավելի է բարդանում։ Տիկին Էման այն եզակի բախտավորներից է, ով գյուղում աշխատանք ունի, բայց անգամ դա չի փրկել ընտանիքը դատարկվող տան ցավից։ Նրա զավակներն էլ չգտնելով իրենց տեղն ու ապագան լեռնային բնակավայրում, թողել են հայրենի օջախն ու աշխատանքի հետևից գնացել մայրաքաղաք։ Հիմա ծնողական տան դռները բացվում են միայն ամռան արձակուրդներին, երբ քաղաքից կարճ ժամանակով գյուղ են գալիս երեխաներն ու թոռները։ Այս թորնիկս Երևան ալեմ, ընդեղից ամառը գալիս այն մոտ հանգստանալու, ստեղից ուղարկում եմ ճամբար։ Գնացել են դպրոցն էլ էր մի քիչ պրոբլեմ, հասին գյուղից հանիլ տեն, տղես էր, հասս էր, աշխատանք չկար, որ աշխատեն, ամենաճիշտը դա, թողին գնացին Երևան։ Մնացիք մենակ։ Մնացի մենակ, ոչինչ։ Ջահելները դուրս են գալի գյուղից, բայց դե որ մի աշխատանք հլի տղամարդն էլ կաշխատի, հարսն էլ կաշխատի, աղջիկն էլ կաշխատի, թեկուզ ինչքան ունեցել ենք կարի արտել, ունեցել ենք խրուստալի զավոտ, այս աստեղ այլել, աշխատել ենք, ֆերմաներ ունենք ահրելի, աշխատենք, ես հենց ֆերմայում աշխատել եմ։ Ինչ եք աշխատել։ Գտվորուի։ Անցյալի աշխույժ կյանքի ու ահռելի ֆերմաների մասին հուշերն այսօր ընդհատվում են դառը ներկայով։ Գյուղը աստիճանաբար զրկվել է անգամ ամենաանհրաժեշտ կենսական պայմաններից։ Այստեղ ոչ միայն աշխատատեղ ու ջահելություն չի մնացել, այլև տարրական ծառայություններ։ Առաջնահերթ չենք կարամ, ասենք գնանք քաղաք գանք, հետո խանութ չունենք, բուժկետներուց չի աշխատեմ, փոշտ չունենք, դե ասենք գալիս են ստեղ, բայց դե ոնց որ ամեն ինչից կտրված ենք էլի, այդ վիճակն է։ Պրոբլեմ չի ունեցել գյուղը, ամեն ինչ ունեցել ենք, բայց սոր չունենք ոչ մի բան, որ մի խանութը ինչա էդ էլ չունենք, ստեղից փող ենք տալի, դե չես գալ ոչ մեկին ասես խիչի բացեմ կամ խիչ ունենք կամ վարորդին չես գալ ասես որ խի ես ինձանի փող վերցնեմ մարդ հատում ջարդելով տանմա հասնեմ Վահագնի գնում ենք ընդեղ խանութներից առև տուրանեմ նոր գալ։ Հացի տեղորայքի անգամ երեխաներին արտադրոցական զբաղվածություն ապահովելու համար Վահագնի հասնելը դարձել է անտառամուտի ամենօրյա ռիթմը։ Գյուղամիջում հանդիպում ենք Արմենին, նա այն եզակի երիտասարդներից է, ով չի լքել հայրենի օջախը, անասնապահությամբ է զբաղվում ու չի դժգոհում, լավ թե վատ տունն ու ընտանիքը պահում է։ Արմենն էլ է որդուն բերել գյուղամեջ, որ Վահագնի ճամբար ճանապարհի, բայց նրա ամենամեծ ցավն ու երազանքը այն է, որ իր երեխաներն էլ աշխարհից հետ չմնան, ու գյուղում դպրոցից զատ լինի գոնե մեկ սպորտային կամ մշակութային կենտրոն, որտեղ փոքրիկները մի բան ավել կսովորեն, ինչ սովորեն դատարկ տներով գյուղում։ Դե շատ բաներ կա որ կուզենք, բայց ասենք մեր ձեռին ճաշ չկա ուրիշ ասենք։ Ինչ կուզեք օրինակ դուք որպես երիտասարդ։ Որ գյուղը զարգանա, ես իմ տարբեր բաներ էլ շատ քիչ մարդ էլի մնաց գյուղ։ Որը աշխատանքի պահ, որը իրանց երեխեքին սովորացնելու պահով գնում են էլ։ Որը կիրովական է դե գործի խաթեր գնացել են Երևան են լրիվ դատարկ տներ այլի։
Գյուղամեջում ինչպես միշտ մարդաշատ է։ Տղամարդիկ հավաքվել են օրվա քաղաքականությունից մինչև անասունների գինն են քննարկում, բայց հենց տեսախցիկը առաջ բերում շատերը քաշվում են մի կողմ։ Այնուամենայնիվ այս բացօթյա ակումբում էլ կան իրենց հատուկ տեսակը, անհույս լավատեսները կամ ինչպես իրենք կասեին, պարզապես իրատեսները։ Նրանք նախընտրում են կիսադատարկ բաժակի մեջ տեսնել լիքը մասը ու գնահատել այն, ինչն արդեն արված է։ Ժպտալով ու համոզված պնդում են, դե որ նայես, անտառամուտը ամեն ինչ էլ ունի՝ դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակ, անգամ կիսավեր լուսամուտներով հանդիսությունների սրահ։ Փողոցներն էլ կամաց տուֆով սալարկվում են, գազն էլ հասել է գյուղ, պարզապես նրանցից շատ քչերն են կապույտ վառելիքը իրենց տուն տարել։ Ունենք ամեն ինչ էլ ունենք։ Ինչ ունեք։ Ռեստորան ունենք, մանկապարտեզնա, դպրոցա, չնայած քիչ աշակերտները, բայց կա։ Քանի աշակերտ կա։ Քանի աշակերտ։ 15 հոգի է էլի, հա։ Գյուղամիջյան տուֆապատված Չէ, բոլորը չկամացանում են էլի թաղամասերով։ Երևի կեսը գազը միացրած ա ու տան մոտով մոտիկա միացրել են։ Տեղ կա որ հեռու չեն կարամ ժողովուրդը բան անեն։ Հենց այդպես էլ ապրում են գյուղով մեկ անցնող գազատարի կողքով, բայց փայտի վառարանի հույսին։ Տիկին Անահիտի տանը, ինչպես անտառամուտի շատ օջախներում, կապույտ վառելիքը դեռ շքեղություն է։ Հա, փողոցները տուֆապատում են, լավ է, շատ լավ, ասում են գյուղ բերող ճանապարհն էլ կառուցելու են, բայց աղքատությունը չի հաղթահարվում։ Այս հարցում բան չի փոխվում ու գյուղացու եկամուտն էլ մնում է անփոփոխ։ Բայց տես գները թռած գնում են։ Ինչպես ամեն մի ծախսի բերան փակեն, ոնց անեն, ոնց ապրեն։ Ոնց ենք ապրին, այնա իշխություն ենք անեմ ապրեմ։ Դե փայտ ենք վերեմ, փայտով ջերուցում։ Բա փայտը թույլ են տալիս, որ կտրեք։ Հա դե տոմսը իրանք տալիս են անտառտնտեսությունը։ Տոմսով վերեմ ենք։ Հերիքում է բա այդ տոմսով։ Չէ։ Բա ոնց եք անում։ Դե յոլատ ենք տանին էլի։ Բայց գազ ունեք, ինչի՞ չեք գազով տաքացնում։ Դե գազի ծախսը շատ է։ Ֆինանս դինին որ գազը օգտագործենք։ Ոնց որ ասած հարուստ էլի հենց ճոխ բանա, սար։ Ճոխ սար։ Այս ճոխ ու հարուստ սարի վրա ապրողների հիշողության մեջ, սակայն, մեկ այլ անտառամուտ է։ Այն ժամանակները, երբ գյուղում կյանքը եռում էր, դպրոցը լիքն էր երեխաներով, ճիշտ է, էլի հարուստ չէին, բայց ընտանիքները մեծ էին, հեկտարներով հողը մշակում էին, հացահատիկ, կարտոֆիլ ցանում, այգիներ մշակում, դաշտերից առատ բերք հավաքում։ Հիմա այդ ամենից միայն հուշեր են մնացել։ Դաշտավարությունը մոռացության է տրվել, հողերը խոպան են դարձել։ Ասում են առաջինը ոռոգման ջուր չլինելն է, հետո նաև մեխանիզացիա չկա։ Հող մշակում են, բայց միայն տնամերձում։ Բայց արիտես, որ տիկին Անահիտի մատնանշած խնդիրներն ու կորսված ավանդույթների մի մասի վերականգնումը տեղական իշխանությունների տեսադաշտում են։ Վարչական ղեկավար Արայիկ Գևորգյանը փաստում է, թեև տարիներ շարունակ չմշակված հողատարածքներն ու տեխնիկայի պակասը թույլ չէին տալիս մեծ ծավալի դաշտավարությամբ զբաղվել, այսօր պետական աջակցությունների համայնքապետարանի եւ այլ բարեգործական կազմակերպության ծրագրերով փորձում են կոտրել այդ սառույցը։ Անտառամուտում կրկին հացահատիկի ցանց է կատարվել ու առաջին քայլերն արդեն արված են։ Մենք ծորեն ունենք հիմա ցանած 11 հեկտար 7000 մետր, բայց կոմբայնը մի փոքր ու շարում է, բայց մի քանի օրից կոմբայնը կհասնի մեր գյուղ։ Մենք կարտոֆիլ ենք ցանել Մարիամ Անտոնյանն ա տվել Ասիկ բարեգործական կենտրոնից, ձրի, ասեցի, 16 ընտանիքի հոլանդական սերմ 3 հեկտար 7000 մետր։ Ցանել ենք նորմալ է։ Իսկ մյուս տարի ավելի շատ կլինի։ Ծորենը մի ժամանակ 18 հեկտար հետո իջավ, հետո նորից բարձրացավ, մի 11 հեկտար, հա, մի քիչ ավել կլինի։ Մեխանիզմի խնդրեմ ունենք մի քիչ, դա է մեր խնդրեմը, բայց վահագնից ենք բերում, ծրագիրից ենք բերում, մեր գործերն անում ենք։ Բայց մինչև վարձակալած տեխնիկան հասնում է անտառամուտ, հացահատիկի բերքահավաքի ճիշտ ժամանակը անցնում է, բերքը թափվում ու ստացվում է փակ շրջան, գյուղացին չարչարվում է, հողն ու սերմը գտնում, բայց տեխնիկայի ուշացման պատճառով վերջում նորից կորուստ է ունենում ու տակը բան չի մնում։ Ոռոգումն էլ է եղել Փամբակ գետից Կենտկոմի Քարտուղար Քոչինյանի ժամանակ գեղեցիկ պոմպակայան կառուցվեց ու ջուրը հասցվեց Վահագնի ու անտառամուտ, բայց եկան նոր ժամանակներ, մարզպետներ, որ հաթաթաներով քանդել տվեցին չգործող խողովակաշարերն ու դրանք անհետացան անհայտ ուղղությամբ։ Թերևս հենց այս անվերջանալի խոչընդոտներն են պատճառը, որ բնակավայրի վարչական ղեկավարը Լեռնային գյուղի ապագան ու զարգացման հիմնական տեսլականը կապում է զբոսաշրջության հետ։
Անտարամոտ գյուղը կզարգանա, երբ որ մեր ասֆալտապատումը լինի Վահագնի անտարամոտ, եւ տուրիստները շատ կգան մեր մոտ, ուրիշ երկրներից գալիս են։ Շվեյցարիայից եկան, շատ հավանեցին։ Կամանց գալիս են Վանաձորից, Երևանից եւ Ռուսաստանի Դաշնությունից, գալիս են բնակվելով, վերանորոգեն, որ մնան։ Ինչ դա իրավունք մարդկանց։ Բնությունը, ովքեր գալիս են այստեղ, բնությունը, մարդիկ եւ Մոսկվայից են տուն գնել, եւ Երևանից, եւ Վանաձորից, հիմա են ուզում, բայց ծախոտ չկա։ Մի քանի տարի հետո, մի 5-10 տարի հետո մեր գյուղը ամենալավ գյուղը կլինի։ Տուրիստական կենտրոն կլինի այստեղ, բոլորը կգան այստեղ կհանգստանան։ Մինչև տուրիստական ապագայի մասին երազել է պետական համայնքային ու միջազգային ծրագրերով այստեղ փորձում են լուծել առաջնահերթ կենցաղային խնդիրները։ Վերջին տարիներին Անտարամուտում քայլ առ քայլ փողոցներ են սալարկում, խմելու ջրագիծ է անցկացնում ու սոցիալական տարբեր նախագծերով աջակցում տնային տնտեսություններին։ Արվածը քիչ չէ, բայց վարչական ղեկավարը վստահեցնում է աշխատանքները կանգ չեն առնելու։ Մեր մոտ ծրագրերը շատ է եղել, 23 թվականին ջուրն ենք քաշել Վիոլա ջուրը, հետո տոֆապատում ենք արել 462 մետր, 24 թվին, այս տարի 26 թվականին եղել ենք 380 մետր, հիմա մի 4-5 օրից սկսելու ենք մի կիլոմետր 180 մետր տարածություն տոֆապատում անեն նրա շարունակությունը, որ տեսել եք, անցյալ տարի մենք փոխել ենք 10 տանիք, օգնություններ ա տվել մեզ 10 ընտանիքի մեղուներ, կարտոֆիլ 16 ընտանիքի կարտոշկի սերմ ա տվել, հոլանդական սերմ ցանել են, արևային կայաներ 6 ընտանիքի, եվրոպատոհաներ 6 ընտանիքի, նապաստակներ 6 ընտանիքի, ոչխարներ 4 ընտանիքի տվել է։ Իսկ այս տարի այդ լրիվ պատրաստ է, վերջացրել ենք, իսկ այս տարի 10 ընտանիքները արդեն սկսել ենք փոխել։ Չէ, չեն ասում, թե ոչինչ չի արվել։ Պարզապես այդ արվածները վճռական փոփոխություն չեն բերում գյուղի սոցիալական կյանքում։ Չեն կանգնեցնում արտագաղթը, դատարկվող տների քանակը չի նվազում։ Արմատական փոփոխություններ են պետք, բայց թե ինչ իրենք էլ չգիտեն։ Թեպետ մատնանշում են գլխավորը գյուղ բերող ճանապարհի վերակառուցումը, վստահ չլինելով, թե դա էլ կլինի փրկություն։ Վարչական ղեկավարի թվարկած ծրագրերն ու իրականացված աշխատանքները տեսանելի են նաև բնակիչների համար։ Թե ինչպես են գյուղում ընդունում այս փոփոխություններն ու որքանով են մասնակից դառնում համայնքային որոշումների կայացմանը, անտարամուտցիները իրենք են պատմում։ Մեզ լա չի հասել, թե երբ կհասնի դա չգիտեմ։ Բայց լսել եք, որ տենց բաներ են արել, Բայց չեմ տենեմ։ Ինչ են արել, ասեք։ Դե կրիշ են փոխում, պատուհան են փոխում, ոչխար են տվել, ճագար են տվել։ Տիկին եմ, իսկ համայնքային ծրագրերում մասնակցություն ունեք, ասենք որոշումներում, ձեզ հետ քննարկում են այս ծրագիրն անել։ Իրանք բաները կունենան։ Կնցեմ եմ էլ հարցեր չտակ։ Գյուղապետան այն կողքով բարձրանում է։ Արի ցավը։ Թեև համայնքային որոշումների կայացմանն ու ծրագրերի պլանավորմանը տեղացիներն իրենց մասնակցությունը չեն տեսնում, այնուամենայնիվ փաստում են Անտարամուտի տեղը իմացողներ եղել են։ Բնակիչները հիշում են հատկապես ընտրությունների շեմին ու նախընտրական շրջանում պաշտոնյաներն ու մարզային ղեկավարության ներկայացուցիչներ եկել են Անտարամուտ, եկել են ու լսել լեռնային բնակավայրի հոգսերը։ Մարզպետն եկել է։ Մեզ ամեն ինչով հույսով արել ու հույսով են որ կեղնել։ Ինքը չի որ կայնել է մեզ եսի ինչ խոստումներ տվել, բայց ասել է ամեն ինչ լավ է։ Ասել է ես չեմ սիրեմ խոստումներ տալ։ Տամու չանել էլի։ Հա։ Կանենք կտեսնենք։ Այսպես իրականացվող փոքր ու մեծ ծրագրերի, չիրականացված խոստումների ու ամենօրյա հոգսերի արանքում էլ բացվում ու փակվում է Անտարամուտի ամեն մի օրը։ Գյուղ, որտեղ մեծահասակները հոգնել են սպասելուց, բայց փոքրիկների անկեղծ շպիտն ու վազքը գյուղամիջով ապացուցում են, կյանքն այստեղ կանգ չի առել։ Նրանց պետք չեն բարդ քաղաքական խոստումներ կամ ճոխ պլաններ, նրանց ընդամենը մեկ բան է պետք՝ հարթ ու անվտանգ ճանապարհ, որով ամեն օր տուն կհասնեն մարդիկ, աշխատանքն ու մանկության անհոգ հավատը, իսկ հետո կերևա։ Եք ապրում գյուղում։ Սիրում եք գյուղը։ Հա։ Մենակ որ ճամփեք շինեն այդ լավը կլի։